Ջհուդական օրենքին կրթնած, Աստծո տաճարում սպասավոր եւ քահանա արդարության անթերի տարազով պարուրված, օրենքի կանոններուն կատարյալ, նշանագրի բարակ եւ սուր ծայրի պատկարանքից, հրեական բարքերից մոլեգնած միաբանությունը առաջնորդելով մեծ մոլորությամբ, խելահեղ ու մոլոր օրենքից գանված Աստծո երկյուղը հալածող, զոհաբերություններ շրայելով անողորմ արդարներ, տաճարում որպես կրապաշտության սյուն, շինությունն իրենց վրա հենած սատանային մատնած ցած թափվելով ամբողջը կործանվեց։ Շատերին կորուստ պատճառող մարդասպանության խորհրդատու սատանայի գործակից գեհեն ժառանգող, գայթակղություն շրայելով գերեզմանազուրկ հանգուցյալ, մարմնասիրությամբ բորտ գիրացնող, շորակերությամբ սիրտը տրտմեցնող որպես անբուժելի չարիք, դիվական սեղանի պատվավոր մասնակից, մարմնասեր վանական, ծովացած մեղքերից խեղդված, ցանկասիրությամբ խոզ, ապականիչ աղթ տարածող, մեղքերը ծածկող սատանայի քող, կրոննավոր փառքից խամրած, պայծառ աչքերին խավարեցնող ծուղ, անորոշ սատանայի փոթորիկ, նկարատես արդար, անդուրն բերան, ստախոս կերպար, պատվիրանազանց մորթով վրանակաշ, սեփական գայլի երախծածկող, մեղադրանքներից անզգայացած լեզուներով, պասպահող հոտած բերաներ, իղծ մտարությամբ աղոթասեր, բերանացի աստվածապաշտ, մահաբեր նետերով զինված, թշնամաբեր լեզվաբան, ագահ ու կրապաշտ ավազակապետ, անհագաբար մսակեր, հարստություն դիզող, դևերի հյուրընկալ, ընչազուրկ կրապաշտ, պղծասիրտ պատարագող, պարակտության պայծառ ջահ, դիվականության դաշնակից մժեխը ճմլող, ուղտածավալ մաղց կլանող, հեշտությամբ չարիքներ անբարող, քայլող գերեզմանատուն, ամենօրյա սպանդ ծրագրող, իսկ բարիք երբեք, փափկասեր, սիրաշահող ու կշտամբող պիծակավոր ժրաջամբոր, պատվիրանազանց շրջելով, հավատից գայթած, աղոթքի ցուցամոլությամբ, քաղաքական քացախով խմորված, աչարու դատով դիվանի բազմած, աչազուրկ եւ բութ գզրոցը հարած, որպես պճնասեր հագնված կրոնավոր, լայնացնելով իրենց գրապանակների, աճյունը քերթող, գերեզմանազարդ պերճաշուկ զգեստի փյուսկուլների ձևափոխությամբ, ինքնավար փառքի հագուրտով արփած, որով այն պաշտող, սեփական ամոթի մտքից գերված, դևերի հյուրընկալ, օրնիկների քաղաք ու սատանայի ամրոց դարձած, զվարճասեր գերգեսացի դևերի պես իղծաշնոր մնացներով սատանայի ճանկերը համբուրող, նախանձից կաշառված, կաշառատու ձեռքով, կեղծ համբուրանշանով, գազանաբարոտ թակարդ լարեցին, գիշատիչ ջիրաններով ճանկեցին նրան։ Ինչպես սորինած դատավոր, երախից վխտացող իժախայ թույնի թուրմի փաթեթով, մահվան դատավճիռը հագեցնող ողակալությամբ, կայանական դավադրող անդրանեկության ծնունդի պատիժը ժառանգելով, հանկարծահաս սարսափով վարմ բորսացին, երբ ուրանալով տիրոջ պատվերը կեղծ հագուրտով լծեցին միմյանց։ Նրան իրենց դատական որջը քաշելով, լրացին չափը հայրերի արփունարբու ու քարկոծող աղանդավոր հարնակ ժողովով, անամոտ խայտանքով, ծաղր ու ծանակով կշտամբեցին, խայտարակելով իրենց մեջ, ում որ իբրև նվիրված, որդուն զոհեցին հորը երկնավոր, ի ցույց երկնքին, ապացույց երկրին, նախանձավոր օրենքի գրին, կարծես անողը քրեշտակի հանդիպած, սատանայի ցասման բոցը բորբոքված, իրենց առաջնորդ ու պարագլուխ օծի հրահանգող կարգադրության հրամանին հնազանդ, ընտրեցին իրենց արնակից մարդասպան եղբորը, որպես ապացույց ավարտեցին այն, ինչի որ բաղձացին, խայտարակ բարքով հայտարարեցին, թե անիծյալ է եւ կանահարելուց հետ տիրոջը խաչեցին։ Ահա այն, ինչին որ մարդը օրենքով իր արդարությամբ հասավ, քանզի մարդկային արդարությունը օրենքով է հաստատվում, կատարելով օրենքը մարդը համարվում է արդար, որն էլ ըստարակյալի արդարությունը համարվեց անօգուտ, օրենքը վճռական է եւ գործող, իր մեջ է ամփոփում սարսափ ազդու, արդար դատավճռի զայրույթը անոխակալ, օրենքի հոգեբանությունից ոչ ոք չի խուսափել ինքնադատավոր հռչակվելու մոլուցքից, որոնք խղճի խիստ բացակայությունից, սեփական թուլությունները քննելու ունակությունից զուրկ, ձևացնելով ինքնից իբրև արդար, մտքի վերին դիվանից հեգնող, դիմացինին ստորադասող, ադաթների երկրպագու, խառնվածքով ապօրինի հանցապարտ, ներողամտության նշույլն անգամ աննկատ է նմաների մոտ,
Երբ կանոններ իրականացնելով խեղաթյուրված հորի ու պորոտախոս բարձրապետությամբ ինքնագոհ աղավանդ արդարության կեղծախմոր պարունակությամբ մրթմրթում են կեղծ ժպիտ հեգնող գարշատեմ դեմքին ներքո երախից վիշապանման անհեթեթ փնչոց վխտալով իղծ ու զզվելի գարշահոտությամբ բեռնադրում են անկարող մարդկանց ինչին մատով անգամ չեն դիպչի համարելով ինքնիս արդար նենգափոխ դեմքով դիմակափոխված արդարությունն խեղաթյուրելով սննելով իղձը խոտակեր բարքով եւ ինչքան բարձր մարդորեն համակ այն պիղծ համարվեց երկնքին այդպիսին է մարդու փափակը դեպի իր ողերի մարդարությանը երբ գոտեմարտելով ընդդեմ կանգին բարձրալի մակարում է հասնելու զավթիչ ձեռքով գրոհելու միտքը մարդկանց համոզմունքին տեսակետ հայտնող երևելի ու մեծահամբավ որով ինքնիս հագեցնող կարծիալ հագուրդ լրացնելով հրճակում է իրեն իբրև աստվածահաճո ինքնակամ խոնարհությամբ նողկալի դերախաղ է բեմականացնում որպես մեղմաբարո անձ թանձր ուղեղի ոստայնագործությամբ ուղաբերձ նախագծով իր բեմական հայտագիրն է ներկայացնում իբրև իդրոսակիր արդարությունը որպես պատվանում գործելու մտադրությամբ Աստծո արդարությունը սուրբ է եւ զիջող իր վրա է կրում մարդկային բոլոր թուլությունները քողարկելու եւ ոչ հրատարակելու իրողությամբ ինչպես կողբացին է ասում առանձին հանդիմանելն է աստվածասիրությունը հրեան նա չէ որ արտակնապես է այլ հրեան նա է որ ներքուստ է հոգով եւ ոչ թե գրի տեսքով որի գովքը մարդկանցից չէ այլ Աստծուց այսօր եւ առհասարակ ոչ մի ձև չի կարող զբաղեցնել այն դիրքը, որ իրականում պահանջվում է, քանզի ձևից չէ կյանքի փոփոխվելը, այլ Քրիստոս հավատից, որ փոփոխությունն է առաջացնում։ Իսկ եթե կգտնվեն մարդիկ, որոնք հավատից անկախ Աստծուն կհաճեցնեն ինչ-ինչ կերպերով, այդ էլ կհամարվի նրանց հանդիսացող արդարությունը, քանզի հոգով ենք սպասում արդարության հույսին, հավատի միջոցով։